Բարի երեկո, եթերում առաջին լրատվականի հիմնական թողարկումն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը։ Հանրապետության նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ մեր երկրում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկվել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգն ու գործակցությունը զարգացնելու հնարավորությունները։ Հետընտրական սպասումների հնարավոր հանգուցալուծում։ Իշխող կուսակցությունը գումարում է առաջին նիստը։ Ինչ կփոխվի հանրապետության ներքաղաքական դաշտում ՀՀԿ նիստից հետո։ Եվրոպական գնահատական Հայաստանի առաջընթացին։ Եվրամիության տարեկան զեկույցը որ ոլորտներում է գրանցել ակնհայտ դրական տեղաշարժ եւ որտեղ է անելիքը շատ։ Մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության համակարգումը գնահատել են միջազգային ֆինանսական կառույցները, ընդ որում բարձր։ Եվ Բերձորից Լաչին 1 օր։ Արցախում մեկնարկել են Բերձորի եւ Լաչինի ազատագրման 20-ամյակի հոբելյանական միջոցառումները։ Նախ պաշտոնական մեկ լուր, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային։ Հանրապետության նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը։ Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ հատկապես այս տարի, երբ լրանում է Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, նախագահ Սարգսյանի այցը նոր լիցք կհաղորդի բարեկամ երկրների հարաբերություններին։ Մոտ 1 ժամ առաջ սկսվել է Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, այն առաջինն է խորհրդարանական ընտրություններից հետո։ Օրակարգում ընտրությունների արդյունքների ամփոփումն է ու նաև հետընտրական զարգացումները։ Ենթադրվում է, որ այսօրվա նիստում կտրվեն հետընտրական շրջանում հանրությանն ամենահետաքրքրող հարցերի պատասխանները։ Իշխող եւ խորհրդարանական ընտրություններից հետո ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի արդյոք գործընկեր քաղաքական ուժերի հետ։ Ինչպիսին կլինի կառավարության կազմը, ով կղեկավարի խորհրդարանը եւ այլն։ Մինչև նիստի մեկնարկը ՀՀԿ նիստի այսօրվա օրակարգի մասին որոշ պարզաբանումներ է տվել կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա չի բացառել, որ կլինեն ինքնաբացարկներ, քանի որ հանրապետականի ցուցակում ընդգրկված էին ոչ միայն խորհրդարանական գործիչներ, այլև մարդիկ, ովքեր եղել են եւ կլինեն գործադիրում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաեւ գիտնականներ, ակադեմիկոսներ։ Քանի որ մայիսի 6-ի պարլամենտական ընտրություններից հետո սա առաջին գործադիր մարմնի նիստն է, բնականաբար կխոսվի արդյունքների մասին եւ նաեւ հետընտրական զարգացումների մասին։ Օրակարգը հիմնականում հետընտրական զարգացումներ եւ արդեն ավելի գլոբալ է հետընտրական զարգացում եւ հետընտրական զարգացումների մեջ արդեն պարզ կլինի ինչպիսի ձևաչափով կլինի ապագա կառավարությունը, պարլամենտում ինչպիսի ձևաչափ կլինի կոալիցիա, չլինի ինչ ուժեր կլինեն կոալիցիայում։ Ամեն դեպքում հանրապետականի կարծիքը մեկն է, հանրապետականը միշտ գործել է եւ կգործի պետության շահի գերակայությամբ, հանրապետականը կողմնակից է այն քաղաքականությանը, որը կբխի մեր հասարակության շահից եւ կլուծի հասարակության առջեւ ծառացած խնդիրները։ Բնականաբար անկախ նրանից կլինի կոալիցիա թե չի լինի կամ ինչպիսի ուժեր կլինեն կոալիցիայում, բնական է, որ հանրապետական կուսակցությունը կշարունակի մնալ քաղաքական դաշտի առաջին ջութակը։ Իսկ կոալիցիա կլինի թե չի լինի, ցույց կտան քննարկումները եւ քանի դեռ գործադիր նիստը չի սկսել եւ չի ավարտվել, կոռեկտ չեմ համարում բարձրաձայնել մեր կարծիքների մասին, ամեն դեպքում հանրապետականը կգնա համերաշխության, հանդուրժողականության եւ բարեփոխումների ու փոփոխությունների ճանապարհով։ Եվ ինչպես նշեցի, հանրապետականի նիստը մեկնարկել է մոտ 1 ժամ առաջ, այն դեռ շարունակվում է, կուսակցության գրասենյակում է նաև իմ գործընկեր Մայա Խաչատրյանը։ Մենք հիմա ուղիղ հեռախոսակապ ունենք նրա հետ եւ կփորձենք նոր տեղեկություններ իմանալ նրանից։ Մայա, բարի երեկո, ինչ կարող եք հաղորդել նիստի մեկնարկի եւ այս պահին կատարվող իրադարձությունների մասին։ Բարի երեկո Քրիստինե, նշեմ, որ ՀՀԿ ղեկավար մարմնի նիստին մասնակցելու նպատակով կուսակցության գործադիր մարմնի անդամները սկսեցին գալ ժամը 19-ից սկսած։ Առաջինը ՀՀԿ գրասենյակ եկավ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Կարեն Կարապետյանը։ Մինչև կժամաներ հանրապետության նախագահը կառավարությունից ոտքով կուսակցություն եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը, լրագրողներին հորդորելով լցվել համբերությամբ եւ սպասել նիստի ավարտին։ Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանի ուղեկցությամբ կուսակցություն ժամանեց հանրապետության նախագահը եւ գործադիր մարմնի նիստը սկսվեց։
Կուսակցության գրասենյակի բակը բավականին բազմամարդ է, այստեղ են բազմաթիվ լրագրողներ, հետաքրքրությունը տրամաբանական է հաշվի առնելով փաստը, որ ընտրություններից հետո սա Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին նիստն է, որը քննարկելու է հետընտրական զարգացումները։ Գործադիր մարմնի անդամները չմասնավորեցրին նիստի օրակարգային հարցերը։ Լրագրողների շրջանակներում պտտվող լուրերի համաձայն կոալիցիայի եւ ապագա կառավարության կազմի վերաբերյալ քննարկում չի լինելու։ Քննարկվելու է համամասնական ցուցակի մանդատների հարցը։ Կրկին լրագրողական տեղեկություններով համամասնական ցուցակի 69 թեկնածուներ ինքնաբացարկներ են արդեն հայտնել, դիմումները վաղը կներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առայժմ այսքանը, Քրիստինե։ Շնորհակալություն Մայա, ձեզանից ակնկալում ենք նոր լուրեր մեր այս թողարկման ընթացքում։ Ես հիշեցնեմ, մոտ 1 ժամ առաջ մեկնարկել է Հանրապետական կուսակցության նիստը, սա առաջին նիստն է խորհրդարանական ընտրություններից հետո։ Նիստը դեռ շարունակվում է եւ Հանրապետականի գրասենյակից հեռախոսով մանրամասներ էր հաղորդում իմ գործընկեր Մայա Խաչատրյանը։ Եվրամիությունը հրապարակել է Եվրոպական հարևանության քաղաքականության երկրների առաջընթացի 2011 թվականի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Այն ներառում է բոլոր ոլորտները՝ արտաքին քաղաքականությունից մինչև ներքին ու տնտեսական։ Եվրոպական կառույցի հիմնական գնահատականները դրական են, դրանցից մի քանիսը շատ կարևոր։ Զեկույցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի վերլուծությունը ներկայացնում է Արմինե Ուդումյանը։ Եվրամիության տարեկան զեկույցը Հայաստանի առաջընթացի վերաբերյալ մի շարք դրական գնահատականներ է տվել։ Զեկույցը նշել է եվրոպական հարևանության քաղաքականության ճանապարհին Հայաստանում բարեփոխումների մեծ տեմպերը, նկատելի տեղաշարժեր է քաղաքականության, արդարադատության, ազատության, անվտանգության ոլորտներում, ինչպես նաև խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման, վիզաների դյուրացման գործընթացներում։ Եվրոպական միության հնչեցրած այս կարևոր դրական քաղաքական գնահատականը լրացուցիչ լիցք ու հնարավորություններ կտա, որպեսզի մենք 2012-13 թվականների ծրագիրը առավել բուրըն թափով առաջ տանենք։ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում արձանագրելով նկատելի առաջընթաց ու քաջալերելով հետագա ջանքերը, մեր երկրին առնչվող մի քանի կետում Եվրամիության ձևակերպումներն ակնհայտորեն առանցքային ու շրջադարձային են։ Զեկույցը նախ մատնանշում է Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքը, նախընտրում բանակցությունները մադրիդյան սկզբունքներով, ապա երկրներին հորդորում ապահովել Եվրամիության անդամ երկրների կամ կազմակերպության ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Զեկույցը բավականին կոշտ ընդգծում ունի, անվերապահ պետք է ուրեմն անարգելք հնարավորություն։ Իսկ դուք գիտեք, որ միշտ Ադրբեջանը շատ հիվանդագին էր ընդունում, երբ որ Եվրոպական միության անդամ երկրների կամ նրանց պաշտոնյաները այցելում էին ուրեմն Լեռնային Ղարաբաղ։ Հիմա Եվրոպական միությունը իր հստակ պաշտոնական մոտեցումն է արտացոլում։ Եվրամիության զեկույցը միաժամանակ մտահոգություն է հայտնում շփման գծում աճող լարվածության եւ սահմանամերձ գոտում միջադեպերի քանակի ավելացման առնչությամբ։ Եվրամիությունը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումն, ըստ որի Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է ձևավորվեն բացառապես առանց նախապայմանների։ Սա նույնպես շատ կարևոր ընդգծում է Եվրոպական միության կողմից եւ ըստ էության հայկական դիրքորոշումների ուղիղ պաշտպանություն։ Դրանք շեշտվել են տարբեր պաշտոնյաների շուրթերից, բայց երբ որ պաշտոնական փաստաթղթում խոսվում է այս մասին, սա մենք պետք է համարենք կարևոր դիվանագիտական ուրեմն ամրագրում։ Եվրամիության գնահատականը դրական է նաև քաղաքական ասոցիացման բանակցությունների ընթացքի մասին, իսկ որոշ ուղղություններով, օրինակ հակակոռուպցիոն պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծության ապահովման, դատական համակարգի անկախության աստիճանի բարձրացման գործում զեկույցը քաջալերում է շարունակել ջանքերը եւ ընդհանրապես բոլոր գնահատականները դրական շեշտադրումներով են ի տարբերություն հարևան երկրի։ Զեկույցը Հայաստանի վերաբերյալ գնահատել է էական տեղաշարժերով, դրական ուղղությամբ, նույնը չէինք ասի Ադրբեջանի Հանրապետության մասին, որի զեկույցը բավականին մտահոգիչ է եւ բազմաթիվ ուղղություններով մատնանշում է լրջագույն թերություններ։ Ընդհանրապես ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ուրախ է մեր երկրի ու միջազգային կազմակերպությունների համագործակցության արդյունքներից։ Նույնն է առաջընթացը նաեւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում։ Իսկ օրերս Մոսկվայում ավարտված ՀԱՊԿ գագաթնաժողովում արձանագրվեց, որ Հայաստանը 100%-ով կատարել է իր պարտավորությունները։ Այստեղ եւս արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքը։ Սեպտեմբերին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանում զորավարժություններ են անցկացվելու, որն Արթուր Բաղդասարյանի կարծիքով կոնկրետ կիրառական նշանակություն կունենա մեր անվտանգության ապահովման գործում։ Արմինե Ուդումյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը չի փոխվի, համոզված են քաղաքագետները եւ մեզ մոտ եւ Ռուսաստանում։ Իրենց կանխատեսումներն ու վերլուծությունները նրանք այսօր ներկայացրել ու քննարկել են տեսակամուրջի միջոցով լրագրողների ներկայությամբ։
Ըստ նրանց չկա մի գործոն, որը կարող է սասանել ռուս-հայկական երկարատև համագործակցությունը։ Երկու երկրների հարաբերությունների փոփոխությանը կողմ չեն լինի նաև խորհրդարան անցած կուսակցությունները։ Այսօր կայացած հայաստանյան ընտրությունների արդյունքները ռուս-հայկական երկխոսություն նոր փուլ թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի մանրամասները Հայկ Հովհաննիսյանի ռեպորտաժում։ ՌԻԱ Նովոստի լրատվական կենտրոնում հայ եւ ռուս քաղաքագետների կարծիքները Հայաստանում արժե ընտրությունների վերաբերյալ միանման էին։ Ընտրությունները սպասելի արդյունք ունեցան։ Խորհրդարանում ներկայացվեցին ընտրաշավի մասնակից գրեթե բոլոր կուսակցությունները, որոնք Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական դերակատարներն են։ Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով նորընտիր խորհրդարանը ներկայացնում է հայ հասարակության բոլոր խավերին։ Գիտեք, այն 3 կուսակցությունները, որոնք չհաղթահարեցին անհրաժեշտ շեմը, միասին վերցրած չեն հատել նույնիսկ 2%, այնպես որ ապագա խորհրդարանում ներկայացված է քաղաքական դաշտի ամբողջ գունաբանակը։ Ինչպես անցած ընտրությունները ցույց տվեցին, Հայաստանում բավական կայուն իրավիճակ է։ Ավելին, ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական կայունություն է։ Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ հայ քաղաքագետները վստահ են, որ այս ընտրություններից հետո հայ-ռուսական հարաբերություններում որևէ էական տեղաշարժեր չեն լինի։ Չեմ կարծում, թե որևէ փոփոխության ականատես կլինենք հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Դրանք ինչպես եղել են բարձր մակարդակում, այնպես էլ կշարունակվեն։ Կարծում եմ, որևէ փոփոխություն հարաբերություններում չի լինի, դրանք կմնան նույն մակարդակին։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա քվեարկության վերջում արդեն պարզ է, թե ինչպիսի արդյունքների կարելի է սպասել։ Հստակ, որ դրանք կլինեն հասարակական հարցումներին համահունչ, եւ մենք ականատես եղանք դրան։ Բացի այդ, միջազգային դիտորդների գնահատականներն էլ բավական բարձր էին։ Թեև որոշ շրջանակներ դեռևս շարունակում են քննադատել ընտրությունների ընթացքը, քաղաքագետները դա համարում են բնական երևույթ, քանի որ ընդդիմությունը նախկին խորհրդային միության երկրներում երբեք գոհ չի մնում ընտրությունների արդյունքներից։ Հայկ Հովհաննիսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Հայաստանյան քաղաքական դաշտը ևս շարունակում է հետընտրական զարգացումների վերաբերյալ քննարկումները։ Խորհրդարան անցած ու չանցած մի շարք ուժեր ու քաղաքական փորձագետներ այսօր անդրադարձել են ընտրությունների վերաբերյալ միջազգային զեկույցներին ու գնահատականներին։ Ռուբլուն կոպեկի հավելումն ավելի մոտ է բանվորի սրտին, քան ապագայի մասին ցանկացած գաղափար։ Գերմանացի փիլիսոփայի ձևակերպումը սոցիոլոգ Մարտիրոսյանը 30 տարի առաջ է կարդացել, արել տեսական ընդհանրացումներ։ Երևույթը հասարակական լինելով պետք է լինի ամբողջ հասարակության, այսպես ասեմ, ուշադրության կենտրոնում։ Խոսքն ընտրակաշառքների մասին է, փորձագետի խոսքով երևույթն ազգային չէ, դրա դեմ պայքարը սակայն համազգային պետք է լինի։ Ընտրություններին այն վերագրել ուժերից մեկին արդար չէ։ Խորհրդարան չանցած դեմքուսը դժգոհ է, իրավապահներն այդպես էլ չանդրադարձան խնդրին։ Ընտրություններում մենք չունենք հաղթող կողմ, բայց մենք ունենք մեկ միանշանակ պարտված կողմ, դա քաղաքացիական հասարակությունն է։ Դեմքուսի գնահատմամբ ընտրությունները բովանդակային չէին, դեբատներ չեղան։ ԲՀԿ ներկայացուցչի խոսքով իրենց ծրագիրն ուժեղ ու մրցունակ փաստաթուղթ էր, որն ընտրողներին տնետուն ներկայացվեց։ Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, քաղաքական երկխոսությունը շարունակվում է։ Արամ Սաֆարյանն իր կուսակցության անունից հայտարարություն չի պատրաստվում անել։ Հայաստանի քաղաքական ուժերը կամ պիտի գտնեն փոխգործակցության ճկուն հնարամիտ ձևեր, որպիսի թույլատնեն քաղաքական լարվածությունը երկրում, մյուս կողմից հնարավորություն կտան կուսակցություններին չդավաճանելու այն սկզբունքներին, որոնք նրանք ընդունել են ժողովրդի հետ շփվելով։ Իշխանությունի դեմս ՀՀԿ-ի ունի քաղաքական կամք եւ մրցունակ ծրագիր, կյանքի կոչելու սկսած բարեփոխումները, որոնք շարունակական գործընթաց են։ Ընտրություններն ավարտված չեն, առջևում համայնքային նախագահի ընտրություններն են, որոնք կուղեկցվեն որակական փոփոխություններով։ Այս ընտրությունները տարբերվում են մնացած բոլոր ընտրություններից։ Եվ այդ մասին նաև շեշտվում է, նաև ասվում է նաև մյուս կուսակցությունների կողմից, միջազգային կառույցների կողմից։ Ընտրությունների անցկացման պրակտիկան ըստ փորձագետ Խաչատրյանի գործընթացի հանդեպ վստահություն չկա։ Հայտարարել, որ կաշառքը Հայաստանում հետապնդվում է։ Վիգեն Խաչատրյանն առաջարկում է հետապնդել օրենքի ուժով անպայման ընդդիմության մասնակցությամբ։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Հայաստանի կենտրոնական բանկի նախորդ տարվա դրամավարկային քաղաքականությունը բնութագրվում է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի։ Միջազգային ֆինանսական կառույցները 2011-ի մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության համակարգումը գնահատել են բարձր։ Այս քաղաքականությունը շարունակվել է նաեւ 2012-ին, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Moody's-ը դրական է գնահատել մեր երկրի տնտեսական վարկանիշը, ինչը ստեղծում է բարենպաստ նախադրյալներ տնտեսական աճը շարունակելու համար։ Գործադիրի այսօրվա նիստի բոլոր մանրամասները Արմինե Պետրոսյանի ռեպորտաժում։
Եթե դուք ինձ խոստովանեք, որ դուք ոսկե ձկնիկն եք, ես ձեզ կպատմեմ իմ բոլոր ցանկությունները։ Դե իհարկե լրագրողները ոսկե ձկնիկ չեն, Արմեն Աշոտյանն էլ չուզեց խոսել ցանկությունների մասին, օրենսդիրում թե գործադիրում է ուզում աշխատել, իրեն տեսնում է այնտեղ, որտեղ ավելի պիտանի կլինի։ Ունեմ համապատասխան սեր, հակվածություն դեպի օրենսդիր աշխատանք, բայց գործադիր ոլորտում նույնպես կարծում եմ որոշակի հաջողություններ մենք։ Հրայր Թովմասյանը լրագրողներին խորհուրդ տվեց համբերել, եւս մեկ օր եւ պարզ կլինի, թե ինչ պորտֆել են վստահում իրեն։ Ցանկանում է մնալ արդարադատության նախարարի պաշտոնում, ցանկանալն ասած քիչ է։ Եթե ես ըստ էության չցանկանայի, ցանկացած ոք ունի աշխատանքի ազատ ընտրություն, եթե նա նախարարը կարող է հրաժարականի դիմել։ Սպասումներով գործադիրի անդամները շարունակում են կանոնավոր աշխատանքը։ Երեկվանից 15 տեսչության աշխատանքը մոնիթորինգի է ենթարկվում։ Կառավարության համար առաջնային է մնում պետության մատուցած ծառայությունների որակի բարձրացումը։ Հետևողականորեն այս մոնիտորինգը իրականացնելու ենք, որովհետև կան դեռևս պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկները դեռևս ուժի մեջ են, դեռևս կա կողոպուտ, կաշառքներ են վերցնում այս կամ այն տեղեկանքը տրամադրելու համար։ Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն 2 շաբաթում։ 2011-ը Հայաստանի համար մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի էր։ Կառավարությունը քննության է առել Կենտրոնական բանկի նախորդ տարվա դրամավարկային քաղաքականությունը։ Դրամավարկային հավասարակշռված հարկաբյուջետային քաղաքականության միջոցով հաջողվել է երկրում մեղմել նախորդ տարվա կեսից ձևավորված բարձր գնաճը։ Արձանագրվեց տնտեսական աճի տեմպերի արագացում, ընդ որում հիմնականում արդյունաբերության եւ գյուղատնտեսական գյուղերի առաջանցիկ հաշվի։ Միջազգային ֆինանսական կառույցները մեր երկրի նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության համակարգումը բարձր են գնահատել։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունն անցնում է առանց խնդրի։ Կառույցն արդեն այս ամիս հավանության է արժանացրել եւս մեկ ծրագիր։ Ապահովելու ենք շարունակականություն այս քաղաքականության, արդեն տեսնում եք, որ Reuters-ը տարածել է տեղեկատվություն, որ Moody's-ը դրական է գնահատում այդ առումով սպասումները, մեր վարկանիշը տնտեսական, ինչը բնականաբար ստեղծում է բարենպաստ միջավայր նաև տնտեսական աճը շարունակական դարձնելու համար։ Կառավարությունը հավանություն տվեց Կենտրոնական բանկի 2012 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի նախագծին։ Երկրի գլխավոր դրամատունը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դեպքում պետք է լինի առավել ճկուն եւ պատրաստ ճշգրտելու քաղաքականության ուղղությունները։ Արմինե Պետրոսյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը հրապարակել է 2013 թվականի ֆինանսական տարվա նախագիծը, որը կոչ է անում առնվազն $5 միլիոն օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղին եւ մոտ $40 միլիոն Հայաստանին։ Ըստ Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության 2012 թվականի համեմատ ընդհանուր հատկացումների բյուջեն կրճատվել է 5%-ով։ Չնայած դրան Լեռնային Ղարաբաղի պարագայում առաջարկվում է օգնությունը 2 միլիոնից հասցնել 5-ի, իսկ Հայաստանին հատկացվող օգնության գումարը 2012 թվականի նկատմամբ չի փոփոխվել, թեև Օբամայի վարչակազմը առաջարկել էր հանձնաժողովին Հայաստանի համար սահմանել $32.5 միլիոն հատկացում։ Այդ հատկացումից բացի արտաքին ռազմական ֆինանսավորման եւ միջազգային ռազմական կրթության ու ուսուցման կառույցներն էլ համապատասխանաբար $2.7 եւ $600,000 ռազմական օգնություն են հատկացնելու Հայաստանին։ Այս տարի եւս չի խախտվի Հայաստանին ու Ադրբեջանին տրվող ռազմական օգնության հավասարության սկզբունքը։ Արտաքին հատկացումների հանձնաժողովը նախագիծը քվեարկության կդնի մայիսի 17-ին։ Ստեփանակերտ-Երևան մայրուղու վրա մի հուշարձան կա, որի վրա Բերթաձորի ազատագրմանը զոհ գնացած 53 նահատակների անուններն են։ Շուշիի պատմական հաղթանակից հետո մարտանցումը դեպի Բերթաձոր ու Լաչին էր։ 20 տարի առաջ այսօրը գյուղի ինքնապաշտպանական ջոկատները մի համազարկով ազդարարեցին ենթաշրջանի ազատագրումը ադրբեջանական ջարդարարներից։ Կրկնակի շրջափակման մեջ գտնվող 5 գյուղեր աննկարագրելի դիմադրություն էին ցուցաբերում ազերի հերոսակախմբերին։ Հայաթափման ծրագիրը ձախողվեց շնորհիվ հայկական ջոկատների հուժկու հարվածի։ Հերոսական պայքարի հաջող ավարտը մեկ օր անց կանխորոշեց նաև Լաչինի ազատագրումը։ Հոբելյանական տարեթվի արդիվ Բերթաձորցիներին շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահը։ Մարտական գործողություններում ցուցաբերած արիության համար Բակո Սահակյանի հրամանագրով պետական բարձր պարգևների են արժանացել մի խումբ բերթաձորցիներ, իսկ Արցախի ազատամարտիկների միության վարչությունը թանկարժեք նվերներով ու հայրենյաց պաշտպան մեդալով է շնորհավորել հերոսական գյուղի մարտիկներին։ Բերթաձորում ազատագրական պայքարի ոգին մշտարթուն է, քանի դեռ հայկական տարածքների մի մասը հակառակորդի հսկողության տակ է, այս մասին էին հիշատակի արարողության ժամանակ իրենց ելույթներում հավաստում նախկին ազատամարտիկները։
Բերդաձորը խորտ թիկունք է համարվում այսօրվա դրությամբ, եթե համեմատենք Ադրուտի, Մարտակերտի, Մարտունի շրջանների գյուղանակների հետ, Բերդաձորը խորտ թիկունք է։ Եվ ժողովուրդը այսօրվա դրությամբ զբաղված է խաղաղ կյանքով։ Գիտեք, այսօր որ տեսնում ես հայոց բանակը, տեսնում ես այսօրվա այս վիճակը, արդեն գիտես որ սա արդեն հազարամյակներ կտևի գոյատևի։ Միջազգային մի քանի լուր Ֆրանսիայում նոր նախագահ ընտրելուց հետո նաև ձևավորել են նոր կառավարություն։ Նախարարների կաբինետում լիակատար հավասարություն է։ 34 նախարարներից 17-ը տղամարդ են, 17-ը կին։ Նախարարներից 30-ը նորեկներ են, որոնք երբևէ մեծ հիմնարկություն չեն ղեկավարել։ Առանցքային պորտֆելները սակայն հանձնվել են փորձառու գործիչների։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում օրինակ նշանակվել է սոցիալիստական կուսակցության հայտնի անդամներից մեկը, 65-ամյա Լորան Ֆաբիուսը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ալեն Ժուպեին։ Վարչապետ է դարձել Ժան-Մարկ Էյրոն, որի գլխավորությամբ կառավարությունն այսօր կսկսի աշխատանքը։ Առաջին իսկ նիստում քննարկման է դրվելու նախարարների աշխատավարձը 30%-ով կրճատելու հարցը։ Իսկ Հունաստանում նշանակվելուց մեկ օր հետո տեղի է ունեցել նոր ժամանակավոր կառավարության ղեկավարի երդման արարողությունը։ Հիշեցնեմ, որ նախորդ օրը Հունաստանի նախագահն այդ պաշտոնում նշանակել էր երկրի գերագույն վարչական դատարանի ղեկավար Պանայոտիս Պիգրամենտոսին։ Ժամանակավոր կառավարությունը կգործի 1 ամիս, մինչև հունիսի 17-ը։ Այդ օրը տեղի են ունենալու խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ, եւ Պիգրամենտոսի միակ խնդիրը երկիրը բարեհաջող այդ օրվան հասցնելն է։ Նոր կաբինետը չի կարող ոչ օրենքներ ընդունել, ոչ էլ միջազգային պարտավորություններ ստանձնել։ Վերլուծաբանների կարծիքով առաջիկա ընտրություններից է կախված Հունաստանը կմնա Եվրագոտում, թե ոչ։ Պենտագոնը մշակել է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու նախագիծ եւ ամբողջությամբ պատրաստ է դրա իրագործմանը։ Այս մասին ըստ Ինտերֆաքսի հայտարարել է Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Շապիրոն։ Միաժամանակ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնը Իրանի միջուկային հարցի լուծումը համարում է դիվանագիտական ուղին, քան ռազմական գործողությունները։ Դեսպանի խոսքով Այդուամենայնիվ Միացյալ Նահանգների վարչակազմը լուծման համար չի բացառում նաև ռազմական տարբերակը։ Պատրաստության հրահանգն արդեն կա, նշել է Շապիրոն։ Ռազմական փորձագետը նշել է, որ Իրանի ջրային տարածքի մոտերքում ռազմական պարեկություն իրականացնող ամերիկյան զինուժն ունի բավականաչափ ռեսուրսներ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների շքերթը ավարտվել է ուղղափառ վրացիների հետ բախումով, որի ընթացքում փոքրամասնությունների մի քանի ներկայացուցիչ տուժել է։ Ըստ Ինտերֆաքսի հոմոֆոբիայի դեմ պայքարի նվիրված միջոցառմանը մասնակցել է սեռական փոքրամասնությունների մոտ 50 ներկայացուցիչ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռուստավելի պողոտայում նրանց երթը կասեցրել են Վրաստանի ուղղափառ ծնողների միություն կազմակերպության մոտ 200 ակտիվիստներ։ Ուղղափառ ծնողների եւ փոքրամասնությունների միջև բռնկված լեզվակռիվը վերաճել է ծեծկրտուքի, զանգվածային բախումը հնարավոր է եղել կանխել իրավապահների միջամտությունից հետո։ Թբիլիսիի քաղաքային իշխանությունը նախապես արտոնել էր գեյ շքերթի անցկացումը։ Հաջորդ թեմայի մասին 80 տարեկանում կյանքից հեռացավ պետական, հասարակական ու կուսակցական գործիչ Ստեփան Պողոսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է կառավարման համակարգում, զբաղեցրել կոմունիստական կուսակցության կենտկոմիտեի տարբեր պաշտոններ։ Շուրջ 18 տարի եղել է հայկական հեռուստատեսության տնօրենը։ Նրա ղեկավարության տարիներին հեռուստատեսության շենքը հիմնովին կառուցվել է, ստուդիաները հագեցել են նոր ժամանակակից տեխնիկայով։ 1973 թվականի մայիս 1-յան շքերթը Երևանի Լենինի հրապարակից առաջին անգամ հեռարձակվել է գունավոր պատկերմամբ։ Սկսվել են եթեր հեռարձակվել նաև առաջին տեսագրված հաղորդումները։ Կինոարտադրությունն առանձնացվել է հեռուստատեսությունից եւ ստեղծվել է Երևան ստուդիան։ Ստեփան Պողոսյանը հանրային հեռուստարադիոընկերության խորհրդի անդամ էր եւ մինչեւ կյանքի վերջին օրն աշխատել է մեր համակարգում։ Աշխատաշուկայի եւ բարձրագույն կրթության համակարգի փոխգործակցության խնդիրներն են այսօր քննարկվել Երևանի պետհամալսարանում կազմակերպված գիտագործնական հանդիպմանը։ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը համատեղ իրականացնում են բուհ աշխատաշուկա, արդի կամուրջների հաստատում եւ փոխգործակցության ընդլայնում ծրագիրը, որի գլխավոր նպատակը համալսարան ձեռնարկություն կապերի հեռանկարն է։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ գործատուն պետք է մասնակիցը լինի կադրերի պատրաստման գործում, որպեսզի չբողոքի բուից, բուհն էլ հետագայում չբողոքի գործատուից։ Սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը վստահեցրել է, որ բուհ գործատու գործակցության բացը լրացնելը մշտական ուշադրության կենտրոնում է եւ որ զբաղվածության խնդիրները լուծելը երիտասարդության քաղաքականության հիմնական ուղղություններից է։ Մենք էապես հետապուտ ենք լինելու գործատու բուհ
կապի ամրապնդմանը, խորացմանը եւ այն նոր հնարավորությունների երևակմանը, որը պետք է հնարավորություն տա երիտասարդ մարդկանց ավելի հեշտ կողմնորոշվելու։ Մենք գլոբալ առումով խնդիր ունենք մինչև վերջ առաջ տանելու մրցակցային տնտեսությունը։ Ահա միայն մրցակցային տնտեսության առկայության պայմաններում է, որ գիտելիքը կարող է կարևորվել գործատուի կողմից, երիտասարդ գիտելիք կրող մարդը կարող է ունենալ համապատասխան երաշխավորված աշխատանք։ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի ու այլ երկրների բարձրագույն կրթության ոլորտի առաջատար մասնագետները 2 օր Երևանում կքննարկեն այս ոլորտում առկա խնդիրները։ Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները խորագրով համաժողովը մեկնարկել է այսօր Հյուսիսային համալսարանում։ Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը նշելով, որ մեր երկիրը Բոլոնիայի գործընթացի անդամ 47 երկրներից մեկն է, ընդգծել է, որ կրթության բարձր որակի ապահովումն այդ գործընթացի առաջնահերթություններից է, իսկ որակի ապահովման եզրագիծը ըստ փոխնախարարի բուհերի հավատարմագրումն է։ Այսօր գոյություն ունի եվրոպական որակի ապահովման միասնական չափանիշներ եւ բոլոր անդամ երկրները պարտավորվել են այդ չափանիշներին համապատասխան իրականացնել իրենց երկրում որակի ապահովման գործընթացները։ Դա ոչ միայն եվրոպական առումով ամենակարևորագույն հարցերից մեկն է, այլ նաեւ Հայաստանի համար։ Արդեն 4-րդ տարին է Vivatel MTS ընկերությունն իրականացնում է կարիերայի զարգացման ծրագիր, որի շրջանակներում ընկերության մասնագետները տարբեր բուհերի ուսանողների համար կազմակերպում են դասախոսություններ, բաց դռների օրեր, մասնագիտական պրակտիկաներ, սեմինարներ, մրցույթներ եւ այլն։ Ընկերությունը նաև զգալի միջոցներ է հատկացնել Հայաստանի կրթական բարեփոխումներին ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով։ Այս ամենը ընկերության ղեկավարը գնահատում է որպես երկրի ապագա զարգացման ծրագրերում ներդրում կատարելու լավագույն միջոց։ Vivatel MTS-ը սկսում է հանրապետության բուհերի աջակցության հերթական ծրագիրը, այն մեկնարկել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտից։ Ընկերության աջակցությամբ Վանաձորյան այս բուհում կսկսի գործել ինտերնետ հասանելիությամբ 12 համակարգչից բաղկացած կաբինետ, էլեկտրոնային գրատախտակով, իսկ գրադարանի ընթերցողներին հասանելի կլինի Wi-Fi կապը համակարգչային եւ բջջային բաժանորդների համար։ Համագործակցության առումով 10 թվականից մենք համագործակցության պայմանագիր ունենք կնքած եւ այդ ընթացքում եւ եղել են դասախոսություններ հենց պարոն Երիկյանի կողմից կառավարման էթիկայի եւ այլնի վերաբերյալ դասախոսների եւ ուսանողների հետ եւ սա առաջին լուրջ շոշափելի նպաստն է ինստիտուտին 12 համակարգչով համալրված լսարան եւ Wi-Fi անկյուն մի քանի համակարգիչները, որտեղ կարող են ուսանողները անվճար օգտվել Vivatel ծառայությունից։ Մենք դա նոր չենք անում, մենք սկսել ենք, ինչպես ասացի, 2009-ին եւ ես շատ ուրախ եմ, որ տեսնում եմ արդեն հետևողներ ունենք, այսինքն ձյունե գնդակը կլդորվեց։ Մյուս կողմից ուզում եմ ասել, որ Vivatel MTS-ը 4 տարի անց մինչև այսօր ներդրել է կրթական համակարգում շուրջ 800-ից 900 միլիոն դրամ։ Միայն այս ծրագրի շրջանակում չէ, այլ տարբեր տեսակի շրջանակներ համագործակցելով բուհերի կամ կրթության, գիտության նախարարության հետ, որտեղ հավատում է ընկերությունը, համոզված է ընկերությունը, որ կրթական ոլորտը կարևոր ոլորտն է, կարևոր հենասյունն է մեր հասարակության մեջ, ու մենք պետք է աջակցենք ու կանխենք այս ոլորտի կողքը։ Մայիսի 19-ին շաբաթ օրը երեկոյան 6-ից մինչև կեսգիշեր թանգարանները բաց կլինեն այցելուների առջև։ Հայաստանյան 6 տասնյակից ավելի թանգարաններ միանում են թանգարանային գիշեր ակցիային։ Այս տարի այն կանցկացվի թանգարանը փոփոխվող աշխարհում խորագրի ներքո։ Ոչ միայն մայիսի 19-ի գիշերը, այլ նաև վաղը ողջ օրը նույնպես թանգարանները անվճար կլինեն թանգարանների միջազգային օրվա առիթով։ Փարաջանովի անվան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը վստահ է, որ նման անվճար օրերն ու գիշերները սովորեցնում են մարդկանց հաճախ այցելել թանգարան։ Այս տարի Փարաջանովի տուն թանգարանը կներկայացնի կինոյի մեծ վարպետի բանտից գրած ու նաև ստացած նամակները։ Իսկ ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ բացի այժմ ներկայացված Հենրիկ Էլիբեկյանի եւ Հարություն Ջինանյանի ցուցահանդեսներից, թանգարանային գիշերը հիշարժան կդարձնեն այլ հատուկ ծրագրերով։ Փարաջանովի տուն թանգարանի տնօրենն անդրադարձել է նաև նոր թանգարաններ հիմնելու անհրաժեշտությանը։ Զավեն Սարգսյանն անթույլատրելի է համարում մինչև այժմ գորգարվեստի հարուստ հավաքածուները մեկ թանգարանում չցուցադրելու հանգամանքը։ Այդ գործն ըստ նրա պետք է կազմակերպել մինչև Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը։ Մեր նախնիները մեզ թողել են հսկայական մի արժեքներ, որ շատ ազգեր չունեն տենց բաներ։
հնարում են այսօր իրանց համար պատմություն, ինչ որ արվեստի նմուշներ ուրիշինն են յուրացնում, մեզ դա շատ լավ հայտնի է, բայց մենք ոչինչ չենք անում։ Տեսեք, մենք հայտարարում ենք, որ գորգը հայերն են հնարել, բայց մենք չունենք թանգարան։ Գրողների միությունում այսօր նշել են հաղթանակի եռատոնը։ Մայիսի 9-ի տոների կապակցությամբ փառաբանելով Արցախյան գոյամարտի հերոսներին, միջոցառման մասնակիցներն ու հյուրերը շնորհակալություն են հայտնել ազատամարտիկներին անմահ սխրանքի համար։ Տոնական հաղթական միջոցառմանը ներկա է եղել նաև լեգենդար կոմանդոսը։ Ոգեկոչող ու ոգեշնչող ասմունքով միջոցառման մասնակիցները շնորհավորել են բոլորին եւ խոստացել միշտ վառ պահել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հիշատակը։ Հայ գրողը, հայ գրականությունը միշտ եղել է մեր ժողովրդի ազատագրական պայքարի բոլոր դրվագներում իբրև ոգեշնչող, իբրև գեղարվեստական տարեգիր, իբրև մասնակից։ Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ մեր երկրում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի մասնակցությամբ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում երեկոյան կայացել է հոբելյանական միջոցառում։ Նախ ներկայացվել են Հիկարի գիտակրթական եւ Երևանի գեղագիտության ազգային կենտրոնների սաների ձեռքի աշխատանքները ճապոնական օրիգամի ցուցահանդես, որից հետո հյուրերը տեղափոխվել են դահլիճ, դիտելու ծագող արևի երկրի միջնադարյան դասական քննարկության հիման վրա մշակված գարուն ամառ աշուն ձմեռ ներկայացումը։ Հայկական օրվա ճապոնական անակնկալը Թումանյանի հեքիաթների գլուխգործոցներից Կիկոսի մահը ճապոներեն բեմադրության պրեմիերան էր։ Կիկոսու մուսո, Կիկոսի մահը հայ բեմի վարպետներից պահանջվել է 3 օր մեծ լոռեցու անմահ գործը վերածելու ճապոնական հիերոգլիֆների եւ հնչեցնելու երկու երկրների հանդիսատեսի համար։ Առաջի փորձն է, ուզում էինք անակնկալ անել դեսպանատան, հյուրընկալվող դեսպանատան աշխատողներին եւ փորձեցինք այդպիսի մի կատակ անել, հայկական ազգային գեղեցիկ հեքիաթը վերածել ոչ հայկականի։ Հենրիկ Մալյանի գաղափարն էր, որ երկրում մենք խաղանք Հովհաննես Թումանյանի հեքիաթների ներկայացումը, Կիկոսի մահը խաղանք այդ երկրի լեզվով։ Շատ մազալու մի բան է ստացվել, բայց դերասանները ինչ որ կարծում են, որ ֆանտաստիկ են խոսում ճապոներեն։ Հայ-ճապոնական հարաբերությունները գնահատում եմ ջերմ ու բարեկամական։ Երկու երկրների դիվանագիտական կապերի տարեդարձին նվիրված միջոցառումները կշարունակվեն թե Հայաստանում, թե Ճապոնիայում, որոնք կդառնան այդ հարաբերություններն առավել ամրապնդելուն ուղղված քայլեր։ Շարունակվում են աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 91-ի միջոցառումները։ Բաբաջանյանի հոբելյանը կոմպոզիտորի արվեստի սիրահարները տոնում են մեծ շուկով։ Նախատեսված միջոցառումների ցանկը համալրում էր նաև մեծավաստակ երաժշտին նվիրված գիտաժողովը։ Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջանը մեկնարկել է այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում։ Ներկայացվել են ոչ միայն զեկույցներ Բաբաջանյանի ստեղծագործական կյանքի վերլուծությամբ, այլև անձնական հուշեր ու տպավորությունների մասին պատմություններ։ Կարծում եմ, որ թերի կլիներ մեր ամբողջ միջոցառումների այն շարքը, որ արվեց, եթե չանեինք նրա գիտական ստեղծագործությունների գիտական մեկնաբանությունը այս նստաշրջանում։ Այս տարի լրանում է հայ գուսանական արվեստի հանճար Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը։ Այս առիթով Սայաթ-Նովա մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանն այսօր ներկայացրել է ծրագրված միջոցառումների ցանկը։ Մայիսի 25 կիրակի ժամը 11:30-ից Սայաթ-Նովա Չարենց խաչմերուկից նախատեսվում է քայլերթ մինչև Սայաթ-Նովայի հուշարձանը, որտեղ էլ աշխույժ երկու պարը աշխուղական կատարումներն ու ասմունքը կամբողջացնեն տոնական տրամադրությունը։ Բոլոր ներկաները մեկական վարդ կդնեն մեծ աշխուղի հուշարձանին։ Քայլերթի ընթացքում բարձրախոսով հնչելու են Սայաթ-Նովայի կատարումները, մասնակիցներն էլ լինելու են բացառապես տարազով։ Ըստ Թովմաս Պողոսյանի Թբիլիսիում նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ են կրում։ Դրանց այս տարի մասնակցելու են նաև հայ աշխուղները։ Նշենք, որ հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը հիմնադրեց Վարդատոնը նշելու Սայաթ-Նովայի 200-ամյակը։ Բանախոսը նաև նորություններ ուներ հայտնելու լրագրողներին։ Պատրաստվում է հրատարակության Սայաթ-Նովա աշխուղների խաղերի մեջ ժողովածուն եւ այն, որ ինքը դեռևս 1968 թվականին Գյումրիում գրի է առել մեծ աշխուղի մեզ անծանոթ երգերից մեկը, ինչը շուտով կհանձնի հանդիսատեսի դատին։ Հանդիպան ավարտին Թովմաս Պողոսյանը հնչեցրել է Սայաթ-Նովայի երգերից մեկը։ Ժողովրդի համար, ինձ համար, որ առավելապես սրբություն
պահպանվում է արդեն շուրջ 100 տարի եւ մխոսկունի իր թիմազով անգաճարով աչքիլուս արդեն 8-րդ տարին է ինչ Սայաթ նվամշակութային միության նախաձեռնությամբ այս տոնը նշվում է նաև Երևանում Սայաթ նվայի հուշարձանի մոտ եւ նախավերջին կիրակին ընտրել ենք որպեսզի մենք ավելի պատշաճ պատրաստվենք հաջորդ կիրակի Թբիլիսի մեկնելու այցելելու անմահ երգչի Շիրիմին եւ մասնակցելու Թբիլիսյան Վարդատոնին։ Իսկ Կաննում բացվել է միջազգային 65-րդ փառատոնը։ Կարմիր գորգի վրայով անցել են համաշխարհային կինոյի հանրաճանաչ դեմքեր՝ Բրեդ Փիթ, Ռոբերտ Պետիսոն, Ալեկ Բոլդուին, Քեթրին Ստյուարտ եւ շատ ուրիշներ։ Կինոֆորումը շարունակվելու է մինչև մայիսի 17-ը։ Գլխավոր մշակութային ծրագրում ընդգրկված են 22 ֆիլմ։ Այս տարի ժյուրին նախագահելու է իտալացի կինոռեժիսոր Նանի Մորետին, իսկ մրցույթի կարմիր ժապավենը կտրել է ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Ծագող լուսնի թագավորությունը» կինոնկարը, որը հուզիչ պատմություն է պատանեկան սիրո մասին։ Կաննի կինոփառատոնին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ։ Մեր պատվիրակությունը ներկայացնելու է ոչ միայն հայկական ֆիլմեր, այլև նոր նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել եվրոպական կինոկենտրոնների կողմից։ Կաննի այս կինոփառատոնի խորհրդանիշ է դարձել հոլիվուդյան աստղ Մերլին Մոնրոն, որի հսկայական նկարը տեղադրվել է կինոդահլիճի մուտքի մոտ։ Այսքանը ինչպես կզարգանան իրադարձությունները կիմանաք առաջին լրատվականի եթերում։